Հարգելի հեռուստադիտողներ, արդյունի տաղավարում վերլուծությունների ժամանակն է եւ մեզ մոտ է արդեն Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նախ առաջ անդրադառնանք, որ նախագահ Թրամփը նոր հայտարարություն է արել, ընդգծելով հատկապես սաստիկ ուժեղ պատժամիջոցները Իրանի նկատմամբ եւ սպառնալով բոլոր այն պետություններին, ովքեր հանկարծ կաջակցեն Իրանին առևտրի առումով անշուշտ, ապա անպայման կընկնեն էլի սահմանափակումների տակ։ Այո, այսպիսի մի հետաքրքիր բան, որքան հասկանում եմ եւ կարծես թե նման տեղեկությունները հաստատվում են, Հորմուզի նեղուցով Միացյալ Նահանգներին հաջողվում է ճանապարհ են գտել ինչ որ ասում։ Այո։ Չէ, այնտեղ բաներ կան, կոչվում են տրանսպոնդերներ, թե չեմ սխալվում։ Դրանք անջատում են, ուրեմն, որպեսզի դե 100%-անոց երաշխիք չի, բայց տես նավի հայտնաբերման բանը, հավանականությունը բավականին նվազեցնում է։ Եվ ինչ են անում, ըստ էության, եթե մինչև օրինակ տեսականորեն մինչև պատերազմը 20 միլիոն բարել նավթ էր ենթադրենք օրական անցնում, հիմա կան տեղեկություններ, որ մոտավորապես 9 միլիոն բարել Միացյալ Նահանգները կարողանում է նեղուցով անցկացնել, բայց պետք է հասկանալ, որ այնտեղ ցամաքային ոչ այդքան մեծ հնարավորություն, բայց ցամաքային ուղիներ կան, որ սկսել են, այսինքն ցամաքային խորհրդաշարեր կային, որ գնում են դեպի Կարմիր ծովով եւ այլն, հետո այնպես գնում են։ Հիմա այդ լոգիստիկան են ուզում ավելի ընդլայնեն, որպեսզի ուրեմն կարողանան շրջանցել բավականին Հորմուզի նեղուցը։ Հիմա այդ արկիրը որ այսինքն կան ճանապարհներ դիվերսիֆիկացիա եւ շրջանցելու այս բան։ Այսինքն ստացվում է թե գումարում ենք նաեւ այդ ճանապարհները, ստացվում է որ այս նավթի գները ու մի տեսակ էս ընդհանուր էս աժիոտաժը շուկաների, այսինքն նավթի պահանջարկ մեծ հաշվով աշխարհում չկա, բայց Թրամփը չի կարողանում ավելի շատ իջեցնել, որտեղ ընդհանուր ֆոնը լարված է։ Հիմա ըստ էության մենք տեսնանք, որ երկրորդ անգամ երբ որ այս բանը եղավ, նավթի գները այլևս 100-110 չհասան, ինչքան ես հասկանում եմ 80-ից $90 արանքում ամենում, այսինքն 100 չհասան։ Եվ սա ինչի մասին է խոսում հետաքրքրականը, որ ընդ որում Միացյալ Նահանգներն ուղեկցում են գաղտնի նավերը թաքուն ուղեկցում են, որպեսզի նրանք անցնեն Հորմուզի նեղուցով, այսինքն այդ եւ մյուս կողմից իրանական նավերը, իրանական նավահանգիստներից դուրս չեն գալիս։ Այո, դուրտեղ շրջափակված են դրա մասին։ Այսինքն եթե մենք հիմա վերցնում ենք, այսինքն խոսքը նրա մասին է, որ եթե մենք վերցնում ենք այդ իրավիճակը, մեծ հաշվով մենք հիշում ենք խոսում ենք, որ ընտրություններից առաջ Միացյալ Նահանգների Իրանը կարող է անակնկալ մատուցել Դոնալդ Թրամփին, այսինքն ըստ էության Դոնալդ Թրամփը դա շատ լավ հասկանում է եւ հիշում եք որ մինչեւ այդ ինքը ասում էր եկեք միասին ուղեկցենք այդ նավերը եվրոպացի գործընկերներին, նրանք ասում էին ոչ մի դեպքում եւ այլն, որ թող խաղաղություն հաստատվի, մենք կօգնենք, Թրամփը ասում էր խաղաղությունից հետո ձեր օգնության կարիքը ես առանձնապես չունեմ, այսինքն ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ որ Թրամփը եւ ամերիկյան հրամանատարությունը ռիսկի են գնում ըստ էության, ուղեկցելով նավերը, բայց զուգահեռաբար եւ գնացող նավերն էլ ռիսկի են գնում փաստորեն, այնպես որ այո, դե նրանք տնտեսական խնդիրներ ունեն հիմա, բայց հետաքրքրական մի բան կա, որ նաեւ էս իմաստով, որ եթե այսպես շարունակվի, Աստված գիտի ինչ արդյունքներ մենք ունենք Իրանից ընդհանրապես տարօրինակ տեղեկություններ են գալիս իրանց տնտեսական իրավիճակի։ Այսինքն գիտեք ինչ, ես չեմ սիրում այդ քարտերով խաղերը, ճիշտ է, ուրեմն մեր լրագրողները տենց արդեն վարչապետի դեմը կանգնած ասում են մի հատ քոանշ, բլոտ, սրի, բան, ես ընդհանրապես շատ նախ չեմ այդ կարտային խաղեր, ասենք այնտեղ կա պոկեր, ունակ Միացյալ Նահանգներում կամ ասենք լուրջ երկրներում, ասենք խաղաքարտ փոխաբերական իմաստով են ասում քաղաքականության մեջ, բայց ոչ թե տենց խաղաքարտը դարձնում են պոկեր։ Դե հենց չէ, տեսեք, օրինակի համար ես
չեմ հիշում, այսքան լսում եմ ամերիկյան բաները, բայց չգիտեմ, կարող է ասենք, չգիտեմ, շատ ժամանակ օգտագործել ինչ-որ շատ կիրթ կամ շատ քարտի հետ ասոցիացիա, կարող է անգամ Ուկրաինայի նախագահի խաղաքարտ, բայց ոչ թե ասենք քոանշ, սրի, մեկը կանգնել է նայում ես մի հատ աղջիկ կա, երևի տենց իրանց բան բեսեդքում ընդունված էր, վիշ նոմա տենց բան են անում, երևի չգիտեմ, նարդի բան, բլոտ տենց բեսեդքում խաղում են, ասենք ու լսում ես, ասենք մտածում ես ու ինքդ է տենց պարոն վարչապետ, խի չեք ասում քոն աժենելա սի սրի, ասես մտածում ես, ասում ես լսեք, դուք որտեղից եք եկել ընդհանրապես։ Այդ առավելություն չի, դա ասենք ընդհանրապես, ասենք դա ընդհանրապես մակարդակի ցուցիչ է ինչ որ դուք խոսում եք, էլի։ Եվ ել եմ ասում, որ անգամ ասում էլի կան, ասենք, չգիտեմ, ես չեմ տեսել, օրինակ, չգիտեմ, այստեղ այդ խաղեր կան, նայում ես, ասենք, հա քարտային, ես ընդհանրապես չեմ սիրում այդ քարտային խաղերը, հեռու եմ մնում, բայց չեմ տեսել, լուրջ խաղեր կան, որ չգիտեմ, այնտեղ, չգիտեմ, հատկապես այդ պոկերի հետ կապված եւ այլն շատ են խոսում ինչ-որ եւ այլն։ Բայց ընդհանրապես ես չեմ տեսել, որ շատ քիչ որ չեմ կարի մոտարեմ պոկերից բան անեն, ասենք, ինչ-որ տերմինաբանություն օգտագործեն եւ այլն, հա։ Դրա համար ես ուղղակի ապշած եմ, ես սրանքից ամեն օր բան են մատուցում, մանրանկալ են մատուցում, հա։ Եվ այս իմաստով պետք է հասկանալ, որ այսինքն գլոբալ այդ առումով մենք պետք է պատկերացնենք Միացյալ Նահանգները ինչին է սպասում։ Այսինքն Թրամփը սպասում է ընտրություններին, Թրամփը կարողանում է այս պայն ինչ-որ քանակությամբ նավթ արտահանի, Իրանի ըստ էության կարողությունները նավթի գների վրա ազդելու սահմանափակվելը, բայց բավարար չի, որովհետեւ Թրամփի ռեյտինգը, այսինքն լավ անդրադառնա, որտեղ այդուամենայնիվ մեծ հիմա ինչ որ մենք օրինակ չգիտեմ, դե Կալիֆոռնիայով չենք կարող վերցնել։ Ամերիկացին տնտեսության մասին է մտածում ի վերջո։ Այո։ Հիմա մենք ըստ էության Կալիֆոռնիայի գազալացականների գներով չենք կարող բանանել, բայց մյուս կողմից ցավոք սրտի մենք ես տեսնում որ շատերը ընտրեմ հատկապես այդ շատ զախակողմյան լրատվամիջոցները չեն այսպես ասած բացատրում մարդկանց որ իրականում մենք հասկանում ենք ինչա կատարվում Իրանում եւ իսկ կարող է իրականում այն ինչ որ հիմա կատարվում է ուրեմն այս իրավիճակը նախ Թրամփը ինչ որ գործողությունների կարող է դիմի կտրուկ պատվան ընտրություններից հետո բայց կարող է պատահել ինչ որ հիմա կատարվում է Միացյալ Նահանգներին ավելի ձեռնտու է օրինակ որտեղ նորից եմ ասում Իրանից գալիս են ինչ որ տարօրինակ տեղեկություններ ու անդադ շարունակում են գալ իրենց տնտեսական աղետների մասին ու վիճակի մասին Եվ այն ինչ որ այդ հեղափոխության պահապանների կորպուսը ամեն օր մեծ խոսելով հայտարարություններ է անում, ես դրանց օրինակ դրամատորեն եմ վերաբերում։ Ինչի ես պոկեր հիշեցի, հենց դրա համար, այսինքն ինչի հիշեցի, այդ պոկերը հիմնականում բլեֆի վրա է, չէ, որ դու բլեֆ ես անում, այսինքն Եվ իդեպ Թրամփը այսօրվա այդ կոչով նաև ասում էր, որ երկուսն էլ պոկեր ֆեյս են ընդունել, բլեֆ են անում, էլի, որ մեկի բլեֆը կանցնի, Եկեք բոլորս միասին պայքարենք այս չարիքի դեմ իսլամական։ Այո։ Հիմա գնանք գովազդային դադարի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com, քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը, քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը, քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։
Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է, վերլուծություններն են շարունակվում, անդրադառնանք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի այսօրվա աշխատանքին, ի վերջո քվեարկությունը տեղի ունեցավ, հանձնաժողովների նախագահները, սակայն բոլորը չընտրվեցին, ընտրվեց 8 հանձնաժողովի նախագահ ՔՊ-ից, ինչպես նախատեսված էր, 1 նախագահ ընտրվեց Հայ-Հեղափոխական դաշնակցությունը ներկայացնում Հայաստան դաշինքից Լիլիթ Գալստյանը եւ 3 մյուս տեխնացուները, որ ուժեղ Հայաստանի չէ բոլորին։ Այո, 3 տեխնացուներին էլ չընտրեցին։ Այսինքն այս նույն գործընթացը շարունակվելու է եւս մի շաբաթ կամ գոնե, չգիտեմ, առնվազն 3 օրը մեկին պիտի քննեն նոր տեխնացուներին եւ կառավարության ծրագրի ներկայացնել ազգային ժողովում էլի հետաձգվելու է երևի։ Հաջորդ քայլը դա է լինելու։ Դե այստեղ մանկապարտեզ է տեղ ունենում։ Սրանք ասեցին, դե որ մեր 3 առաջնահերթ տեխնացուներին չընտրեցիք, ուրեմն նշանակում է մենք էլ մանրամասն քննարկումներ կանենք։ Նրանք էլ ասին շատ լավ, եթե դուք մանրամասն քննարկումներ կանեք, մեկը մեկի թույլ տեղը բռնել է, էլի։ Ուրեմն մենք երևում է լավ չներկայացրեցինք մեր տեխնացուներին, Նարեկ Ղարաբեդյանը էս նստած է դեմքով տես տակից քմծից է իրան թվում շախմատ արեց։ Այդպես նրանք էլ ասեցին լավ, եթե ուզում եք մանրամասն քննարկում, ամեն օր կմնաք ուրեմն ժամուկես 2 ժամ ավել։ Այսինքն մեր լրացիչ Կարապետյանն էլ այսօր շախմատ խաղաց, տեսակ ինչ էր ասել։ Ինչ է։ Երբ հարցրեցին այդ ձեր քաղաքացիությունները, անձնագրերը ինչ չեք հանձնում, ասես թող Փաշինյանն էլ հրաժարվի այդ դեպքում քաղաքացիությունից, գնացեք իրան ասեք թող հրաժարվի քաղաքացիությունից, ես բան չհասկացա ճիշտ ասած, բայց նրանք ասում են երկրորդ, երրորդ քաղաքացիություն։ Այո, շատ տարօրինակ է։ Հա, եթե գիտի Փաշինյան ուրիշ երկրի քաղաքացի է, թող ասի մենք էլ իմանանք, ասենք դենց չի մենք դեմ չենք, եթե դա տեղեկություն ունի։ Դե տեսնում եք ինչ խոսքի մեջ այսպես դե արդեն հասկանալի է, եթե կողքը մարդ չի լինում կամ թիմը վրան աշխատակ չի լինում, նախորդ պատրաստված չի լինում, տենց սպոնտան հանկարծակի հարց են տալի պատմությունն է, դե բարձ է, տակնայդ է, բայց հետարքրական մի բան, իրականում այսպես ԿՊՆ-ն էլ ասեց շատ լավ, սրանք ասեցին ոնց բա մենք գործեր ունենք բան դե եւ այլն, բայց դե մնացին, հիմա ըստեյության ես որքան այսօր ավելի ուշ ժամի պետք է շարունակվի։ Հիմա վաղվա համար է զգուշացրեցին ԿՊ-ականները, ասեցին նայեք, եթե վաղն է սկսեք sense գրանցվելու մանրամասն մեծ բան անել, ուրեմն բան կանենք, ուրեմն էլի լրացուցիչ նիստ կհրավիրենք։ Հասկանում եք, բայց բանը այն է, որ ԿՊՆ-ն իր կողմից այդ նոր առաջադրված տեխնացուին Լիաննա Մանուկյանը, ինչ է, չգիտեմ, ֆինանսա բյուջետային թե վարկային հանձնաժողովն է, նախորդին իրանց այդ պեկում աշխատած մեկը կա, դրան առաջադրել էին, դա համարվում է ամենապրոֆեսիոնալ իրանց մոտ, չնայած իրանց մեջի այդ պրոֆեսիոնալները, որ իրանք խոսում են, ասենք չգիտեմ, մեկը ես ուղղակի ապշում եմ, թե ընդհանրապես իրանք ում են իրար մեջից, ընդ որում, ասենք չգիտեմ, որ ուղղակի լավ աշխատած է, լավ այսպես կազմակերպված է, ընդ որում ցավոք սրտին ինչ չի, որ երկու կողմից այդ խնդրեմը կա, երկու կողմից, բայց ես չհասկացա տարբերությունը որն է, ասենքն մեծ հաշվով ընտրեիք այդ երեքին, պրծնեիք, այսինքն որը հիմա տեսեք, օրինակի համար Եվրաինտեգրման հանձնաժողովը, հիմա ինչ տարբերություն ով կգնա, մեկը հրաման է խմբակցությունը իջնելու է, պարզ չի, այսինքն ինձ համար օրինակ չգիտեմ, ես չեմ կարողանում ընկալեմ։ Բայց ախր երկիր են ներկայացնելու, շփումներ են ունենալու, իսկ իրանց մեջից ով պետք է լավ ասենք Եվրաինտեգրման հանձնաժողովում, երբ որ գիտեք ինչն է ամենաստորը, երբ որ Սամվել Կարապետյանին, այսինքն դնում է հարցեր են տալի, օրինակ այդ բանը, այդ Արեգա Հովսեփյանն ինչ էր որ դրել է տեխնացիոնը։ Իրականում այնտեղ սա Արեգա Հովսեփյանն է, էական չի, ես հասկանում իրանց մոտ թիմը խումբ աշխատում իրանց բոլորի վրա։ Հիմա երբ որ հարց են տալի, դնում են ասում են Սամվել Կարապետյանը ասել է ու դնում են Սամվել Կարապետյանի հարցազրույցը, դրում ռուսերեն, որ ինքը կատեգորիկ դեմ է Հայաստանի Եվրաինտեգրմանը, հիմա դրանից հետո գիտեք ինչ որ գալիս է այդ Նարեկ Ղարաբեդյանը նստած, ասես մի քիչ էս նստած է տակին ինչ որ բաներ անում, ասես ուզում ես հասկացնել, չէ, ու եթե դուք կատեգորիկ դեմ եք Եվրաինտեգրմանը, ինչքան էլ ուզում եք ցրեք, այնտեղ շատ բաներ է ասել, ցավոք սրտի, ասում նորմալ պատասխանող չկա, ինքն էլ հետո դուս եկա, շատ բաներ ասել, ինչի եք վերցրել Եվրաինտեգրման հանձնաժողովը, եթե դուք ձեր խմբակցությունը դեմ է, հիմա ինչ եք ուզում ապացուցեք, ում եք ուզում ապացուցեք, ալամ աշխարհը գիտի, շնորհիվ իրանք շատ լավ հասկանում են, որ ժողովրդի մեջ զանգված կա, որոնք կարող են խափեն, մենք Եվրոպա
Նույն բանն ասում է Ռոբերտ Քոչարյանը, նույն բանն ասում է Սերժ Սարգսյանը, մենք Եվրոպայից կվերցնենք լավագույնը, բայց հասկանում եք, իրանք ուզում են, իրանք աբսուրդ են դուրս տալի։ Չգիտեմ, ինստիտուտները բերենք ինտեգրենք, ու այնտեղ ակնարկ անում, ռուսական պրոպագանդա է այնտեղ մտնում արդեն տակից, բացի այն ինստիտուտներից, որոնք վտանգավոր են, դե հասկանում եք, չէ՞ ինչա ինքը, ասենք, աբսուրդ է։ Ու այս մարդը խոսում է եվրոինտեգրից կամ իրանք բոլորը, ասել է, որ Եվրոպայում կան ինստիտուտներ, որոնք վտանգավոր են ընտանիքի համար։ Ասենք, ու իրանք լուրջ դեմքով տես կանգնում են, ու մեկը չվերկն ասի, այ երիտասարդ, այդ այը շեշտված էլի։ Ուրեմն դու եկել ես տեղ այ Մարիա Զախարովայի գործընկեր, ներկայացնում ես, որ Եվրոպայում կան մարդիկ, որոնք հատուկ ինստիտուտներ են ստեղծում, որ իրանք սեփական ընտանիքները վնասեն։ Դե, Զախարովայի մասին կարելի է, եթե բան չունեք շա։ Այսօր Զախարովան էր այսօր կամ երեկ է եղել, այսօր կարծեմ հայտարարություն է արել, այսինքն շատ նեղված են, որ Ադրբեջանը իր հերթին, Հայաստանը իր հերթին, հատկապես ինքն ընդգծեց, սիրախաղ են վարում Ուկրաինայի հետ, գնում են իրար հետ ինչ-որ հանդիպումների հերիք չի, մի հատ էլ Ռուսաստանին են քննարկում այդ հանդիպումներին ու իրենց դեմ ինչ-որ բաներ են անում, պետք է վերջ տալ դրան, մենք հենց այնպես չենք պատրաստվում նստել լսել, թե ինչ են անում կամ տեսնել, մենք պիտի կարողանանք դրա դեմն առնել մոտավորապես այսպես։ Հա, այսինքն բանը գնաց, Բայրամովը գնաց, մեր մոտից էր Վահան Կոստանյանը գնաց, չէ՞, իհարկե մեր մակարդակը։ Բայց դե նաև այդ Զելենսկու Հայաստան գալ է, նաև Զելենսկու Ադրբեջան գնալ է, այս ամեն ինչը իրար հետ երևի։ Չէ, բնականաբար, հա, բայց վերջի առիթը երևի բան եղավ, իրանք փորձեցին, այսինքն իրանք փորձեցին էլի Ադրբեջանին սպառնալ իդեպ, գիտեք ինչ, իրանք օֆիցիալ մակարդակով ասում են ոգիները չի հերիքում, այսպես ասեմ, էլի գրագետավել, չի հերիքում ասում։ Այո, բայց ինչ արեցին, չէ, տեղից չի սկսել։ Մի քանի հատ այսպես իրանք էլի պրոպագանդիստական TV ունեն, մի երկու ասում են տենց էլի զեթնիկ ոչնչություն հարբացկցել են եթեր, սրանք սկսել են Ադրբեջանի սպառնալ։ Ուղիղ սպառնալ։ Դե ադրբեջանցիները ուշադիր լսում են, նրանք էլ ման տեղում Իլհամ Ալիևը հրահանգում է սրանց վրա ուրեմն քրեական գործեր հարուցել, մուտք արկել, տեղում դեսպանին կանչում են, զգուշացում են տալի, ռուսներն էլ ինչ անեն, շավարած մնում են, այսինքն հասկանում եք, բոլորի որ Զախարովաները խոսեն։ Այո, հիմա բոլորի մոտ անցնում էր, ասենք առաջ, սա ասում են ձեն չանեն, լավ դե սպառնում են բաներ։ Հիմա տեսեք, Ղազախստանի հետ խոսացին, Տոկաևը պատասխանում է կամ ղազախները պատասխանում են։ Ադրբեջանի հետ ինչ լինում է, ադրբեջանցիները կոպիտ պատասխանում են ու շատ կոպիտ են պատասխանում, այսինքն հասկանում եք, սրանց պրոպագանդան այսենց է պետք սխմել նաև, հա, ոնց է Ալիևը ասել, ոնց սխմեց, հիմա հաջորդ անգամ արդեն Ադրբեջանի մասին խոսալու շատ ավելի զգուշ պետք է խոսել։ Դե տեսեք, որտեվ ասեմ ձեզ, եթե առաջ այդ Սոլովյովի մակարդակով էին խոսում այդ տաղավարներում, հիմա իջացրել էին ավելի հեռու մակարդակ, են ավելի երկրորդ, երրորդական մեդիայի մակարդակ, բայց մեկ այլ ադրբեջանցիք պատժեցին, հասկանում եք։ Եվ հիմա էլ տենց ընդհանուր, որպեսզի տենց ադրբեջանցիք մի հատ չպատժեն, այդ բանը, ընդհանուր տենց միասին միացրել է, տենց Հայաստանի հետ միասին, լավ, ասում եմ ծաղրացու են ծիծաղել։ Արդեն գիտեք ոնց է, իրոք իրանք երևի արդեն չեն զգում կամ չեն հասկանում, որ իրանք իրոք ծիծաղելի են արդեն, էլի։ Ում կպնում են, արդեն Հայաստանի պես երկիր, որ ասենք, չգիտեմ, 30 տարի իրանք տակ ա եղել, արդեն իրանք պատասխանում է տենց թեմաներով, էլի։ Բայց այդ իրավիճակում իրենք չարացել են ու այսօրվա այդ հրթիռակոծությունն ավելի ուժեղ։ Այո, որտեվ իրանք հույսը շատ քիչ է մնացել։ Հա, իդեպ մեր հայերին նորից զգուշացնենք, որ մարդկանց սկսել են գողանալ փողոցներից, որովհետև չեն ուզում հիմա համընդհանուր մոբիլիզացիա։ Այո, եւ ասեմ ձեզ տեղեկացնեմ, որ հիմա տեղեկություններ կա, որ օրական 20,000 մարդ լքում է Ռուսաստանը վերին Լարսով միայն։ Բայց փակում էին ճանապարհները, այդ ուղղությամբ չեն կարողանում, հայտարարեցին սահմանները որոշակիորեն վերահսկելու մասին։ Չէ, դե հիմա վրացիները հերքում են, որ այդքան բալա, բայց այնտեղ Ռուսաստանի այդ խնդիր կա, ժողովրդի համար են անում, բայց անկախ դիտորդները, անկախ հետաքննողները հաստատում են։ Շնորհակալություն։ Փախեք, քանի կարող եք կամ զգուշ եղեք, տներից դուրս եկեք գողանում են, մեր հայ համայնքին եմ զգուշացնում։ Այսօրվա համար այսքան հարգելի հեռուստադիտողներ, ձեզ հետ ուղղակիորեն եթերից կհանդիպենք վաղը, իսկ Արմենի հետ ձեր հանդիպումը կլինի YouTube-յան ալիքով, ցտեսություն։ Հաջողություն։